Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ եւ ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6-ասեում։ Grill Express KTM ավանդական խորոված եւ ամերիկյան գրիլներ կարող եք պատվիրել նաեւ on-line։ Ընտրեք հավի, ձկան կամ մսային ցանկացած գրիլներ եւ պատվիրեք։ Արդեն շատերի կողմից սիրված յուրօրինակ համով գրիլները ձեր ճաշկերույթը կդարձնեն անմոռաց։ Grill Express-ը հնարավորություն է ընձեռում նաեւ պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Grill Express դուք պատվիրեք, իսկ մենք սիրով կրակենք։ Երեխվասգանունը պիտի փոխվի։ Հայրությունը ճանաչելու համար Ազատին անդրշիրիմուն պիտի արվի։ Հեն որ Տիգրանին ու Ազատին փոխել են, ու Տիգրանը իմ տեղեն չի, դա հաստատված է։ Ես չեմ ուզում տղուս գերեզմանը քանդեմ։ Բայց նշան, այդ դեպքում հնարավոր չի երեխայի ազգանունը փոխել։ Հնարավոր է։ Դրա համար ինձ քո համաձայնությունն է պետք։ Ինչի մասին է խոսքը։ Ալեքսը կհրաժարվի հայրությունից։ Հայրությունը ես կընդունեմ։ Այդ դեպքում երեխան կվերցնի իր իսկական ազգանունը։ Կդառնա Շահվերդյան։ Գերեզման քանդելը ես ճիշտ չեմ համարում։ Եթե անելու լինեի, վաղուց կանեի։ Բայց նշան, ինչքանով է ճիշտ դա անելը, մարդիկ ինչ կասեն։ Ոչ ոք ոչինչ չի իմանա, բացի նրանից, որ երեխան Շահվերդյանը ու իմ թոռնը։ Հետագայում ես ամեն ինչ կողեմ։ Հիմա դա ամենաճիշտ ու ամենակարճ ճանապարհն է։ Իզա դա առաջինը քո երեխու համար է արվում, դու այդքանը պիտի հասկանաս։ Իսկ եթե Ազատի հայրը Սեթի իմանա ու Ես եմ Ազատի հայրը։ Հա, բայց եթե ինքը իմանա մեծ աղմուկ կբարձրանա ու դրանից հետո շատերը կիմանան։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ երեխու անվան շուրջ ինչ-որ խոսակցություններ լինեն։ Ոչ ոք ոչինչ չի իմանա։ Ես քեզ խոսք եմ տալիս։ Ինձ ընդամենը քո համաձայնությունն է պետք։ Նատաշ, աղջկադ բացատրի, որ դա ճիշտ լուծում է։ Եթե իհարկե դու ես այդպես մտածում։ Դե ինչ ասեմ նշան։ Եթե դու երաշխավորում ես, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դու ես ասում, ուրեմն ես համակարծիք եմ քեզ հետ։ Իսկ եթե ես չհամաձայնվեմ, դա քո կողմից երեխայություն կլինի։ Ամեն գնով ես դա անելու եմ։ Եթե պետք լինի, անդրշիրիմում էլ կանեմ։ Հիմա ոչինչ մի ասա, մտածի։ Մի երկու օրից կհանդիպենք, կխոսենք։ Կարծում եմ ճիշտ որոշում կկայացնես։
Իզեն։ Այսօր ոչ միտեղ չեմ գնում։ Ես ոնց որ էլի աշկդ կպել, հա։ Այդտանք մի տեղ նստենք կոֆե խմենք։ Խելքներս գլուխներս կա։ Շատ ես աշկդ։ Երևի դրանից եմ իշել։ Չէ, ապեր, մաշտա չունենալուց է։ Հիմա մարդ ոչ թե աշխատելուց է օգնում, այլ մի տեղից մյուսը տեղափոխվելուց։ Ինձ մի հատ մաշտա է պետք։ Արա ինձ է վերտալյոտ է պետք, այ քեզի բան։ Տաքսիներով ես գույլատանում, էլի դողոքում ես։ Մի ծրի վրից հետ։ Այդքան բան որ ես եմ անում։ Եթե մտ դետեկտիվ բարձեիր, հաստատ հիմա 2 մաշտի փող էր փոկի քեզնից։ Այ կարող է գիտես քո համար օլիգարխ եմ։ Ես է քո նմանը ուրիշի ձեռին եմ նայում։ Պրոստո ի տարբերություն քեզ է ուրիշի ինձ մի քիչ մոտիկ է։ Դու ոնց որ էլի սկսում ես խառնել իրար։ Արա բայց դու ինձ չամ ուռես միշո։ Դավլետիկ խոսանք դու լասա տնամ ինչ ես մի հատ ճշտել եմ իմ երկարամազիկից վերաբերել։ Երկարամազիկիդ Պաստորն ճիշտ է որ սիրտդ կպել է։ Անդե քո աշկն է կպնում, ինձ թվում է քիչ սիրտը կպնի, էլի։ Որտենց թեմայա ասեմ իմացի։ Տամպած աղջիկա, խելոք, ամեստ։ Ընկերը չի ունեցել։ Արա լուրջ ես ասում։ Այդ չոտկի ինֆորմացիա է։ Եթե ասում եմ, ուրեմն չոտկի է։ Մալադեց երկարամազիկ։ Չեմ հիշում, ասել եմ թե չէ, բայց մենակ ապրում։ Երնումերը մահացել է։ Արա սիրուն, համեստ, մաքուր, առանց զոնքաջ, առանց աներ։ Կայֆ։ Դա արդեն պսակվար, հա ոնց է։ Կարող է ես է քավորը տնեմ։ Սոր ոնց որ օթերով ես, հա դու։ 7-րդ գծով։ Դե մի ավտոբան, հիմա էլ քավոր։ Աբա։ Որտես ես առանց մաշնա քավոր։ Լավ, հասար միշտ չեն, իջի ախպեր ես, իջի։ Քեզը չի խանգարի։ Ոնց որ աղբերիկդ քեզից առաջ անգե։ Այդ ինչի՞ ընդհանրեցի։ Չտեսար կռվի ժամանակ ոնց էր աղբորդ պաշտպանը։ Այդ եղանակ չի փոխում։ Եթե քո համար չի փոխում, իրենց համար հաստատ փոխում է։ Չիմանաս կարող արդեն մի քանի եղանակ իրարդ փոխել են։ Արա մա թափ դու քեզ էլ։ Նոր չասիր մաքուր տամպած աղջիկա։ Բայց ինչ ես էշես դուս տալի, արա։ Ապեր սրտի հարց է, դրա համար էլ չեմ պատասխանում։ Կարաս համան իմանաս։ Աղջկա։ Հա։ Փորձեմ։ Բատիկո։ Այդ դրա հարցերը կլուծենք։ Այդ դրա կոկոնին պետք է հասնի, որ ամեն տեղ ինքը չի կարա առաջին լինի։ Որ ամեն ինչին չի կարա տենց հեշտ հասնի։ Ես քո արով չեմ ժգում, այդ աղջիկը հիմա դուրը տեկել է, թե տիկոյի հարցերն աստե։ Երկուսը մեկ Վիկա, գնայիր մի կտոր հաց ուտեիր։ Բրիշկն ասեց, մաման միջև առավոտ կքնի։ Չեմ ուզում տատ։ Նեղվում եմ, որ մաման սենց դոզայով դեղեր է խմում։ Կարծում ես իմ սրտով է։ Բայց թե ինչ անենք։ Են Տիգրանն էլ էնտեղ է մոլորվածի նման ման գալիս։ Դրսից ներս չի գալիս։ Վիկա, գնայիր հետը խոսեիր էլի։ Չէ տատ, թող մնա հետո կխոսեմ։ Մարիամ։ Մամ ջան, ոնց ես։ Չէ, պարկի ցավը տանեմ մի վեր կաց։ Պարկի մամ ջան։ Տիգրանը, մամ։
Տիգրանը գնացել է։ Չէ, բալես, էստեղ է։ Խնդրում եմ կանչիր։ Լավ, հիմա կասեմ կգա։ Գինյալ գնատես կարաս տուն կանչես, չգիտեմ ինչ դրանով ուզում ասի։ Չէ, չեմ կարծում, որ ինչ-որ բան ուզում ասի։ Ուղղակի երևի մանրաշատ չգիտի ինչ անի։ Ալո։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դու այսօր օֆիս պիտի գայիր։ Հա, պապ, չստացվեց։ Իսկ ինչի չստացվեց։ Գործեր կային։ Տիգրան, էլի նորից հանելուկներով ենք խոսում։ Հիմա հարմար չի։ Մի քիչ հետո կզանգեմ, վաղվա համար կպայմանավորվենք։ Լավ։ Տիգրան, ինչին ես չես գալիս։ Ինչ տարբերություն։ Պիկային ասեմ սուրճ դնի խմենք։ Չէ, չեմ ուզում։ Մարիամը կարող է շատ ուշ արթնանա։ Այդ դեպքում ես գնամ։ Բայց եթե հանկարծ արթնանա, որ ժամն էլ ուզում ալինի անպայման կզանգեք, ես կգամ։ Մարիամն արթնացել է։ Ուզում եք ես տեսնել։ Տանը չէր։ Առավոտ են դուրս եկել տանից։ Մինչև հիմա տուն չի եկել։ Չէ։ Մարդ են դրել, հենց գա կիմանանք։ Բալես, պիտի քնես, որ ուժերդ վերականգնվի։ Տիգրան։ Նա այստեղ։ Մեր տանը։ Կմնաս։ Հա, կմնամ։ Հալո։ Գիտեմ, որ սխալ եմ անում, որ զանգում եմ, բայց կարոտելի ուզում էի ձայնդ լսեի։ Շաքե։ Գիտեմ, որ ես 17 տարեկան աղջկա պես եմ ինձ պահում, ու ինձ շատ լավ եմ զգում, որ ես աղջնակ եմ ինձ զգում, ու այդ միայն քո շնորհիվ, Ալեքս։ Շաքե, շատ լավ է, որ դու քեզ լավ ես զգում։
Բայց մի մոռացի, որ դու ամուսին ունես, երեխաներ, թոռներ։ Չէի մտածում, որ երբևէ դու կնշես իմ տարիքը։ Դու ինձ շատ խիստ վիրավորեցիր, Ալեքս։ Ես քեզ չասեցի, որ վիրավոր եմ։ Դու շատ հմայիչքին ես, Շաքե, բայց քո կարգավիճակը այնպեսին է, որ դու պիտի շատ զգուշ լինես։ Իմ համար ես վախենում, թե քո։ Բարձ չի։ Քո։ Եթե քեզ թվում է ես իմ կարգավիճակը չեմ գիտակցում, դու չորեչոր սխալվում ես։ Ես շատ լավ ամեն ինչ գիտակցում եմ։ Ուղղակի ես հոգնել եմ մռայլության մեջ ապրելուց։ Եթե քեզ վիրավորել եմ, կներես։ Չէ, չես վիրավորել։ Դու ուղղակի մարեցիր այն կրակը, որը ինքդ էիր վառել։ Ալո, Շաքե։ Ալո, Շաքե։ Արի ցույց տամ քո սենյակը։ Ես ուղղակի չկարողացա մերժեի։ Այսօր կմնամ ու առավոտ։ Առավոտվա պլանների մասին խոսանք, Տիգրան ջան։ Արի։ Կիմ Մարի, այսօր մենք էլ մնանք, հա։ Հա, մնանք։ Բայց մենք տեղ պետքա գնայինք ու հետաձգվեց։ Վաղը խնդրում եմ, որ նույն պատմությունը չկրկնվի։ Կիմ, ես ինձ լավ եմ զգում։ Չես տեսնում։ Չէ, չեմ տեսնում, Վիկա։ Կիմ, արի կլինի այսօր այստեղ մնանք, վաղը եթե ես ինձ ված գամ, կգնանք։ Հիմա այնքան հոգնած եմ, որ չեմ ուզում ոչ մի բանի մասին խոսել։ Լավ, էլ չենք խոսում։ Կիմ, մոտս գիտես ինչ զգացողություն է, որ ամեն ինչ նորից խառնվելու է իրար։ Չի խառնվելու, Վիկա։ Ամեն ինչ նորմալ է լինելու, կտեսնես։ Այս լարվածությունը կանցնի ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իսկ եթե գնայի, առավոտ գայի, հաստատ չեր իմանա, որ գիշեր էստեղ չեմ եղել։ Տիգրան, Մարիամը շատ է տառապել։ Շատ։ Անկախ նրանից, թե դու հիմա ինչ ես զգում, փորձիր հասկանալ Մարիամին։ Հիմա Մարիամի առողջությունը քո ձեռքերում է ու քեզանից է կախված։ Մարիամը նորմալ կյանք կվերադառնա, թե չէ։ Եթե ինձանից է կախված, հաստատ կվերադառնա։ Ալո, Սերգո, տղերքից մեկին ուղարկի Տիգրանի նոր հասցեով, թող ստուգեն, ըստեն տաննա, թե եթե չէ, երբ ատնից դուրս եկել, մի խոսքով դու գիտես ինչ անես։ Լավ, ոչ մեկին էլ չեմ ուղարկի, ես կգնամ։ Բա ձերքդ։ Ձերքս արդեն լավ է։ Ժամանակ կթար ձեռդ կոտրելու։ Լավ, տես ինչ ես անում, ինձ տեղակ պայի։ Լավ։ Ալո։ Ալո, բարև լինի։ Բարև։ Երեկվանից զանգում եմ, չպատասխանեցիր զանգերիս, անհանգստացա։ Չէ, ուղղակի հարմար չէր։ Աշխատանքի ես։ Չէ։ Ուզում եմ գամ տեսնեմ քեզ, հարմար է։ Չգիտեմ, երևի չէ։ Ինչի, ինչ որ բան է եղել։ Չէ, թող մնա մի ուրիշ օր։ Կներես հիմա երկրորդ զանգ է գալիս, պիտի պատասխանեմ։ Լավ։ Չէ, դու հաստատ կգաս, բայց մինչև գաս տունը չեմ լինի։ Սեď։ Բարևիս։
Սեթ ինձ անընդհատ թվում է, թե ես երազ եմ տեսնում։ Ես երեք Տիգրանին խնդրել եմ, որ այստեղ մնա։ Ու ինչ մնացել է։ Հա, մնացել է։ Ազատիս տեղը միայն ազատիս է պատկանում Սեթ։ Բայց Տիգրանն էլ է մեր կյանքի մի մասնիկս հետ։ Տիգրանը մեր սիրո պտուղն է ու ինքը մեղավոր չի, որ ես իր ճակատագիրը փոխել եմ։ Մարիամ, քեզ մի բան եմ ուզում խնդրեմ։ Աշխատի էլ հետ չգնաս։ Աշխատի միշտ առաջ նայես։ Ես չեմ կարող երբեք հաշտվել Ազատի մահվան հետ Սեթ։ Երբեք։ Բայց եմ փաստով որ Տիգրանը հիվանդություն ունի ու գիտակցաբար։ Չգիտեմ Սեթ, գուցե ես փրփուրներից եմ կախվում, բայց ես ուզում եմ փրփուրներից կախվել։ Բարի լույս։ Բարև Տիգրան։ Ոնց ես հիմա։ Լավ եմ։ Երեք պայմանավորված էի, չգնացի, հիմա պետքա դուրս գամ։ Հա իհարկե, եթե պիտի գնաս գնա։ Բայց հետո կգաս չէ։ Մենք պիտի խոսենք։ Լավ։ Տիգրան, գոնե մի բան ուտեիր նոր։ Չէ, չեմ ուզում, ամել կուշան։ Ճանապարհ եմ գամ։ Չգիտեմ ինչ խոսամ։ Այսինքն պայմանավորված չես։ Չէ, պայմանավորված եմ, պետքա գնամ։ Ուղղակի չեմ էլ ուզում խաբում, մեր խոսացությունից էլ եմ խուսափում։ Վախենում եմ հանգարց չպատանը։ Չգիտեմ ինչ անեմ։ Սենց կանենք, գնա արի, հետո կորոշենք ինչ անենք ու ոնց անենք։ Լավ։ Գնացինք։ Արա մորս արև, քո նավսից ես ավտոն մելքը գմփա։ Ուղար ինձ տենց բախտ, տենց շնորհքում են այելի, կոնոտս լավ փողեր կբռնեի ապետ։ Արա դու էլ փող, արա լրիվ ինձ տվիր անցար, ամեն երրորդ բառը փող արա։ Որ տվի անցան մեջ ինչ կա։ Լավ նորություն ունեմ կողմը։ Հեռախոսի համարն եմ իմացել։ Արա դի կայֆոտը բան ես ասում։ Հա, որ իմացել եմ ինչ։ Հաջորդ քայլի ներողություն խնդրելն է։ Այն օրվա կատարվածի համար, միշտ։ Արա ես ամենայն լրդությամբ եմ ասում, ընկեր։ Աղջիկները սիրում են, որ իրանից ներողություն են խնդրում։ Ճիշտ ապշես չեմ խնդրել էլ ոչ մեկից ներողություն։ Բայց մեր երկարամազիկը արժանի է։ Գեթանք տանում մոտ, կզանգենք, խնդրենք թոյիշնի։ Էլ մնացածն էլ իրավիճակից է կախված։ Դուրս չի գապել։ Եղու մի բան կմտածենք, ստի։ Վարպետ ջան, ստե մի տեղ կանգնեմ։ Ալո։ Ես արդեն հասնում եմ քո մոտ։ Տիգրան, ես արդեն տնից դուրս եմ եկել, ընկերուհիս զանգեց դուրս եկա։ Հիմա դու ընկերուհուդ հետ հանդիպման ես։ Հա, այսօր հարմար չի, թող մնա մեկ ուրիշ օր կխոսենք։
Լավ, երբ քեզ հարմար է։ Լավ, ես քեզ կզանգեմ։ Ինձ թվում է ընկերուհիդ հաստատ չի կհանդիպի։ Ճիշտն ասած, ես տնից դուրս եկա, մի քանի բան ունեի գնելու, որ ընթրիք պատրաստեմ, նոր ընկերուհիս գա։ Իսկ եթե ընկերուհուդ հանդիպում ու տեղափոխես մեկ ուրիշ օր եւ ինձ հրավիրես ընթրիքի։ Ճիշտ է, պատրաստելուց հեռու եմ, բայց քեզ հաստատ կօգնեմ։ Հեսա ես էլ մի քանի բան կվերցնեմ ու ինձ թվում է հաստատ ընկերուհիդ չի նեղանա։ Լավ։ Դե գիշերը տանը չի եղել, որտեղ է անցկացրել։ Զանգերին էլ չի պատասխանում։ Բայց ինչի չի պատասխանում։ Շավեր ջան, քեզ գիտեմ։ Մի անգամից վատն ես մտածում։ Մի մոռացի, որ ջահել տղա է։ Ես ինձ այդ վաղ որ հիշում եմ, ամիսը մի անգամ էդուն գնում։ Չէ, Սերգ։ Սա տարբերակը չի։ Ինչ-որ բան է եղել, բայց ինչ, ես չգիտեմ։ Տղեկը հիմա զբաղվում են դրանով։ Ոնց է լինի, ես մի ժամվա մեջ կպարզեմ։ Շաքեր շատ լավ է, որ դու քեզ լավ ես ուզում։ Բայց մի մոռացի, որ դու ամուսին ունես, երեխաներ, թոռներ։ Հեսա կզանգեմ երկարամազիկս կիշնի։ Արա կարողա պտի ծաղիկը առնեի, տանենք դնենք դրան դեմը։ Հենց ավելի ճիշտ կլներ, է։ Հուզվել ես, հա, ոնց որ, թե վախենգել ես սիրտդ։ Արա դու ջոգում ես, ինչ ես խոսում։ Ես ուր, աղջկանից վախենալն ուր։ Հատուկ եմ ոտքով դուրս գալիս, որ շատ քայլեմ։ Ես էլ եմ սիրում քայլել, այդ հարցում հաստատ նմանություն ունենք։ Չգիտեմ, երևի ուրիշ հարցերում էլ կունենանք։ Ուղղակի այդքան չենք շփվել դեռ իրար հետ։ Ազ իմ համար աղջիկները գժվում են, մենակ ասենք խոսքի ձայնս լսելուց, ասենք քիչ ամենում ուշքներն անցնի։ Это или проблемка. Զանգի թե մոտ ուշ կանցնի։ Սա զանգ եմ ապը։
Չհասցրինք, հա, ոնց որ ապրել։ Ռեյանն է։ Արես ինչ է անում ստեղ։ Չես տենում աղջկան աղջկան։ Չէ ասում աղբերդ ավելի շուտ կհասնի։ Մարդ իրա գործը լավ է, առաջ է տալու։ Արա ոնց է առաջ տանում, հեսա կային իշնեմ կացեմ ոնց։ Հանգստացի։ Մենք կարծեմ ուրիշ բանի համար ենք եկել ստեղ։ Ոչ թե տազը կռիվանելու, այլ հնի համար ներողություն խնդրելու։ Արա պրծավել, ներողություն չկա։ Սար տղան ոնց էր նայում։ Ուզես թե չէ աղբերդ գոլ է խփել։ Անետ իրա բռնված ոտերով ոնց կարար գոլ խփեր, է։ Իմ կարծիքով մստը մնալ է անիմաստ։ Դու ուզում եք ծաղիկ առնել տալի։ Արա այդ աղջիկը իրանը չի լինելու։ Սովարա։ Արա սաղի նա կտսրե, չեմ ջոգում։ Հիմա ինչ ենք անում։ Եթե մենք ծաղիկների հետևից։ Սա հարցերը ուրիշ ձև կլուծեմ։ Դու ուզում ես հյուրասենյակում սպասիր, ես արագ պատրաստեմ գամ։ Չէ, տենց չի լինի։ Մենք պայմանավորվել էինք, որ պետք է ես քեզ օգնեմ, չնայած կարող ամեն ինչ փչացնեմ։ Դրա համար դու պետք է ինձ օգնես, ես էլ քեզ։ Բարդ է։ Կարաս ինձ ասես որտեղ կարամ լվացվեմ։ Ուղիղ ու ձախ։ Գնամ շուտ լվացվեմ գամ։ Ալո, Պապ հեռախոսից ձենը անջատել էի, պես ինչքան ես զանգել, հո բան չի եղել։ Դու հիմա որտեղ ես։ Ընկերներիցս մեկի տանն եմ։ Գիշեր այդտեղ ես մնացել։ Չէ, ինչի ես հարցնում։ Դե քո տված հասցեով գիշերն եկա տանը չէիր։ Դու գիշերը տանը չես եղել։ Ինչ որ խնդիրներ ունես, ինչ չես ասում։ Ոչ մի խնդիր էլ չկա։ Գիշերը որտեղ ես մնացել։ Մորս մոտ։ Իրանց տան։ Դրա համար տանից գնացիր։ Չէ, պապ, հիմա հարմար չի տեղս։ Ես մի 2 ժամից դուրս կգամ, կզանգեմ, կգամ մոտդ։ Չէ ուզում խանգարել, կներես, ուղղակի ուզում ես զգուշացնել, որ տաք ջուր չկա, մենակ սառը ջուրն է։ Պիտի մասնագետ կանչեմ, չի հարմարվում։ Կներես, պատահաբար լսեցի, մորդ մասին էիր խոսում։ Մարիամի մասին էր խոսք։ Հա, պատկերացնում ես հանդիպել ենք։ Խոսել եք։ Հիմա Մարիամը ամեն ինչ գիտի։ Հա, գիտի։ Ոնց արձագանքեց։ Ոչ վատացավ։ Չէ, խնդրեց, որ մնամ մոտը։ Տիգրան, չես պատկերացնի ինչ ուրախ եմ քո ու Մարիամի համար։
Լիլիթ, դու իսկական հրեշտակ ես։ Ես պիտի գնամ խոհանոց, գազօջախը միացրած եմ թողել։ Հիմա կգամ։ Երբ, հիմա, լավ կեզ ժամից էտեղ։ Շակի արդեն խնդրեցի չէ, որ չգաս էստեղ, վտանգավոր է, կրակի հետ ես խաղանում։ Ասացիր, որ ես քո համար տարիքով մեծ եմ, հա? Հա? Ամեն ինչ խառնում ես իրար։ Ալեքս, շատ երիտասարդներ կցանկանան իմ մարմնի կառուցվածքն ունենան ու իմ թավշի ամաշկը։ Երևի իմ սխալը նա էր, որ հոգիս բացեցի քո առաջ ու ասացի, երբ որ ես քեզ հետ եմ, շատ երիտասարդ եմ ինձ զգում։ Ու քեզ առիթ տվեցի մտածելու, կասկածելու։ Դու սկսեցիր մտածել իմ տարիքի հետ կապված ինչ-որ անհեթեթ բաներ։ Մտածեցիր երևի տարիքով մեծ եմ։ Շակի վերջտուր։ Հա, իմ ընտանեկան խնդիրներից իմ հոգին իսկականից ծերացել էր, բայց միայն հոգիս։ Ալեքս, դու սթափեցրիր ինձ ու ես նորից սկսեցի ապրել։ Բայց դա շատ կարճ տևեց, ցավոք։ Դու ինձ հիասթափեցրիր ու կոտրեցիր։ Ալեքս, եթե դու իրոք իմ մեջ ցանկալի կնոջ չես տեսնում դու։ Ալեքս։ Շակել ոչ մի բան ասել պետք չի։ Չգիտեմ, մանրամասները չգիտեմ։ Մենակ ասեց, որ այնտեղ է մնում։ Մի քանի ժամից նոր կգա։ Մտածում ես սետնախ էլ կերել։ Չգիտեմ ու չեմ էլ ուզում մտածել։ Հիմա լսի Սերգո ինչ ես անում։ Գնում ես Ալեքսի հետևից։ Այդ մինչև հիմա փաստաթղթերով երեխու հերն է։ Հենց այսօր պիտի հրաժարվի երեխու հայրությունից։ Որ ես կարողանամ երեխու հետ կապված բոլոր հարցերը արագ կարգավորեմ։ Քանի այդ սեթը թորանս հետ կապված նոր բաներ չի մոգոնել։ Լավ։ Չեր մնում խելակար։ Շատ զր, դու իմ իմացած կանացից ամենա։ Դե ասա։ Նշանն։ Ոնց է բանը գլխենքել։ Ալո։ Ալեքս, Սերգոն հիմա գալիս է հետևից հետ։ Օֆիսում ես, չէ։ Հա, Սերգոն ինչի է գալիս բայց։ Դու պիտի երեխու հայրությունից հրաժարվես։ Անես են ինչ որ Սերգոն կասի, եթե չես ուզում լուրջ պատմությունների մեջ ընկնես։ Լավ, ձեզ նշանխնդիր չկա։ Երբ կհասնի Սերգոն, ուղղակի ես հանդիպման եմ, դրա համար եմ ուզում իմանալ։ Ինձ չի հետաքրքրում քո հանդիպումները։ Սերգոն արդեն դուրս է եկել։ Լավ, սպասում եմ։ Այս սրա համար է ասում, որ չպետք է գաս ստեղ։ Ինչ էր ասում նշանը։ Ոչ մի բան, ուզում էր, որ երեխու հայրությունից հրաժարվեմ։ Շակե դու պիտի ստեղից գնաս, Սերգոն արդեն դուրս է եկել, մեր օֆիսները շատ մոտ է, Սերգոն էլ դուրս է եկել, հեսա ուր է կհասնի։